Փաշինյանի զանգը Վլադիմիր Պուտինին ինչ է նշանակում, որտեղ ըստ Կրեմլի իրենք քննարկել են տարածաշրջանային, տրանսպորտային, էներգետիկ հարցեր, ենթադրվում է նաև էներգետիկ համակարգի կամ երկաթուղու հետ կապված, բայց կառավարության պաշտոնական կայքում այսպես դիտարկումն այն էր, որ հանդիպում է պահանջում Նիկոլ Փաշինյանը։ Ինչու է ընտրություններից 2 ամիս առաջ նորից ուզում հանդիպել եւ զուգահեռ այսօր Արմեն Սիմոնյանի հայտարարություններից տպավոր այսպես շատ կտրուկ էին հակառուսական հայտարարությունները։ Ինչ կարող ենք ենթադրել այս առումով։ Ենթադրությունները կոնկրետ ինչքանով որ ես հասկանում եմ, երկաթուղիների հարցը այս ընթացքում քննարկվում է, ինչքանով էլի որ ես տեղյակ եմ ղազախական ընկերության ինչ որ կոնսերվացիոն կառավարումը հանձնելու հետ կապված հարցեր են քննարկվում, չգիտեմ պետք է այդ թեմայի շուրջը ավելի խորքային հասկանանք թե ինչ ծալքեր կան, բայց ես մտածում եմ որ գործող իշխանությունների կողմից նամանավանդ վերջին շրջանում հակառուսական տրամադրվածությունները ավելի քան ակնհայտ են, ինչ ընթացք կունենա դա չեմ կարող ասել, որովհետև գիտեք, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանում կախվածությունը Ռուսաստանի հետ շեշտակի բարձրացել է ԵԱՏՄ շուկայի հետ, եւ այդ որ օրնի բուն ասում են, որ դիվերսիֆիկացիա, չգիտեմ եսի ինչ են արել այդ դրա ուղղությամբ, ոչ մի բան չեն արել, ավելի շատ են կախվածությունը ԵԱՏՄ շուկայից։ Ես չեմ պատկերացնում, թե օրինակ դրա այլընտրանքը այս պահին, եթե օրինակ իրենք հրաժարվում են այդ տնտեսական համագործակցությունից, այլընտրանքը ո՞րն է, ուրիշ այլընտրանք բան ստեղծել են, կա ուրիշ այլընտրանք բան ստեղծած, այլընտրանքային ինչ-որ բան կա ստեղծած, ամբողջ աշխարհում տնտեսությունն ու քաղաքականությունը իր այդ փոխկապակցված են, եթե առանձին Էվրի կա արել, գնացեք հարցեք ինքը ոնց է դա պատկերացնում, ես ամենայն դեպս դա այդքան էլ լավ չեմ պատկերացնում, եթե դու տնտեսական կախվածությունը ավելացնում ես, դա իր հերթին բերում է նաև քաղաքական առումով կախվածության, եւ այս առումով այդ կախվածությունը շատ ավելի շատ ավելացել է հենց իր կառավարման ժամանակը, բացեք ցուցանիշները, տեսեք ԵՄ-ի հետ առևտուրը, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ առևտուրը, ենթադրենք իրենից առաջ ինչքան ա եղել, հիմա իր կառավարման ժամանակահատվածում ինչքան ա եղել, այսինքն դա վիճակագրական թվյալներ, որը որ շատ պարզ երևում է այդ ամեն ինչ։ Խնդրեմ ասել։ Պարոն Դանիելյան, կխնդրեի հստակեցնել ավելի պարզ, Հայաստան դաշինքի ծրագրում Արցախի դեօկուպացիա լինելու է, թե ոչ։ Ես կրկնում եմ, ամբողջ բանակցային փաթեթը կամ այն ինչ որ մենք պլանավորում ենք, պարզա որ տեսախցիկների աչքի առջև եւ գիտեք որ այս ինչ որ մենք նկարահանում ենք, ինչ որ մենք գրում ենք կամ ինչ որ մենք խոսում ենք, պարզա որ ադրբեջանցիներն են ուշով հետևում, ես նորից մեկ անգամ եւս ասում եմ, բանակցային եղանակով բանակցային գործընթացով մենք կարող ենք ապահովել առաջին հերթին արցախցիների վերադարձի հարցը, որը որ ընկալելի է, որը որ մենք կարող ենք առաջին փուլում անել։ Մնացածը կներեք, դա մենք մարտավարությունից ելնելով մնացած բաները, մնացած հարցերը քննարկման Գնեք մի բան էլ հստակեցնեմ, ինչ կարգավիճակով Արցախ ինքնավար անկախ հանրապետություն, ինչպես է դա լինելու։ Ուրեմն ես եւս մեկ անգամ կրկնում եմ, կան գործիքակազմեր, որոնք այդ գործիքակազմերը բանակցային գործընթացի ընթացքում կարող են կիրառվել եւ լսեք, մենք շատ լավ պատկերացնում ենք այդ հարցը եւ այդ հարցի լուծումը տվողը մենք ենք։ Հիմա որ օրինակ 90-ական թվականներին գնայիք եւ հարցնեիք Ռոբերտ Քոչարյանի, թե ինչպես եք պատկերացնում, որ միայն Ստեփանակերտն է մնացել իր հարակից տարածքները, ոնց եք պատկերացնում Արցախի ազատագրումը կամ ոնց եք պատկերացնում այս հարցի լուծումը, բնականաբար այդ ճանապարհային քարտեզը ոչ ձեզ, ոչ էլ ինձ ասելու են կամ որևէ մեկը բանը։ Կրկնում եմ,
կրկնում եմ, մենք այն ուժն ենք, որը միշտ էլ պահել է Արցախի շահերը, Արցախի իրավունքները, Արցախահայերի իրավունքը, մեր ընկերներն են Արցախի համար իրենց կյանքը տվել, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահն է եւ Արցախի առաջին նախագահն է, որը որ իր փորձով, իր կարողություններով, իր գիտելիքներով դուք սրանից առաջ էլ ասեցիք, հարց տվեցիք, ասեցիք կոնկրետ արցախցի լինելու հանգամանքը, չէ՞։ Ինչա կարծում եք, որ մենք որ արցախյան ծագում ունենք, մեր սիրտը չի ցավում կամ մենք չենք ուզում Արցախ որ առաջ վերադառնալու։ Դուք բացասականով մի եք, արցախցի լինելը պատիվ է, ինչպես երևանցի, գյումրեցի, կրկնում եմ, այդ մենք մեր հարազատների, բարեկամների շիրիմները Արցախում են։ Կոնկրետ իմ մասով էլ ասեմ ես, որպես ծագումով արցախցի, իմ հարազատների շիրիմները ինձնից իմ տեսանկյունից եմ ասում, ինձնից ավելի շատ, ինձ համար եմ ասում, միգուցե դա բան անպագորգոր հնչի կամ ճիշտ չնչի, ինձնից ավելի շատ Արցախ ոչ մեկ չի ուզում վերադառնալ։ Դրանով թեմա սահմանափակ է։ Պարոն Դանիելյան, խոսում ենք արցախցիների վերադարձի իրավունքի մասին, բայց դուք նաև զուգահեռ Ես այդ հարցի պատասխանը տվեցի ուրիշ Ես այդ հարցի պատասխանը այլ հարցերի պատասխանը եթե կա ուրիշ հարցեր խնդրեմ Ես ունեմ դուք Պարոն Դանիելյան, Հայաստան Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ասում էր, որ մենք սոցհարցումներ կանենք, կտեսնենք ով է մեզնից բարձր վարկանիշ ունեցողը եւ նրան կառաջադրենք վարչապետի թեկնածու, հետո մենք պարոն Քոչարյանի այդ հայտարարությունից հետո հանրությանը ձեր աջակիցներին բաց որևէ բան չներկայացրեցիք եւ մեկ հոբ հայտարարեցիք, որ երկրորդ նախագահը վարչապետի թեկնածու է։ Ես խնդրեմ ասել, ինչ գործընթաց է եղել, ում շրջանով թեկնածություններն է դիտարկվել եւ ում միջև է պայքարը։ Մենք ունենք ներքին հարցումներ եւ այդ հարցումները ցույց են տալիս, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը ամենամեծ վստահելիություն ունի եւ Հայաստան Դաշինքում եւ նաեւ ընտրական process-ների ընթացքում դուք էլ ականատեսը կլինեք, որ Հայաստան Դաշինքը շատ ծանրակշիռ արդյունք է գրանցելու եւ այդ առումով Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը քաղաքական գործիչների շրջանում Հայաստան Դաշինքի ֆորմատի մասին ամենաբարձր վստահելիությունը ունի ամենաբարձր Դաշինքի շրջանակներում։ Դե եթե մենք մեր տեխնացում պետք է առաջադրենք դեպի մնացած կուսակցությունների առաջի համար ինչ ենք հարցում անելու օրինակ ինչպես է մեխանիզմն է ուսում հասկանալ մի քանի տեխնացու է ընտրվել եւ որոշվել է նրանցից ով լինի արդյունքում պարոն Քոչարյանին է նախապատվությունը տվել թե միանգամից միայն պարոն Քոչարյանի տարբերակն է քննարկել Պարոն Քոչարյանի տարբերակը չեն քննարկել Հայաստան Դաշինքի հարցում են արել եւ Հայաստան Դաշինքի ամենաշատ տոկոսները հավաքել է հենց Ռոբերտ Քոչարյանը Պարոն Դանիելյան ամեն դեպքում նայեք դուք ասում եք հեղինակություն Ռոբերտ Քոչարյանը իշխանությունը այսպես մեկ ասում են չեն անցնելու խորհրդարան մեկ ասում են Գյումրի 2 թույլ չենք տալու եւ հիմա հատկապես ամսի 16-ի այդ շնորհանդեսից հետո երբ վարչապետի տեխնական Ռոբերտ Քոչարյանն էր իսկպես ոչ միայն իշխանության կողմից այլ նաեւ ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից կատաղի այսպես պայքար է սկսել Ռոբերտ Քոչարյանի դեմ ինչու դուք դրա պատճառները գիտեք թե ոչ Իրենք էլ ունեն իրենց հարցումները եւ այդ հարցումների արդյունքում իրենք որևէ մի կերպ չեն կարողանում մեծամասնություն կազմել Այո իշխանությունները եւ այդ ջղաձգումները այս տարբեր, չգիտեմ, իրենց այս օպերացիաները որ կա ճակերտավոր հենց արվում է դրա համար իրենք հասկանում են որ առնվազն կա մի քանի ուժ որոնց թվում նաեւ Հայաստան Դաշինքն է որը որ շատ ծանրակշիռ քվեները հավաքում այս պահի դրությամբ վաղը մյուս օր դա կլինի 50+1 թե չի լինի կախված է ընտրական process-ներից կախված է քարոզարշավից կախված է թիմերից եւ այլն շատ այլ հանգամանքներից բայց այն որ անգամ ծիծաղելի է այդ 8%-ի մասին ասելը դուք օրինակ ոնց եք պատկերացնում եթե մենք վստահ չլինենք որ 8%-ը կհաղթահարենք մենք դաշինքով հանդես կգանք
հարց։ Իհարկե մենք վստահ ենք, որ ոչ միայն այդ 8%-ն ենք հաղթահարելու, այլ մի քանի անգամ ավելի շատ էլ, այսինքն այդ դա բազմապատկեք, չգիտեմ, 3-ով կամ միգուցե ավելինով, եւ դա ելի եմ ասում կախված է հենց ընտրական գործընթացներից։ Այն որ հիմա նաեւ մենք տարբեր հանդիպումներ ենք ունենում մարզերում, ես ուզում եմ ձեզ ասել, որ նաեւ ներողություն եմ խնդրում բոլոր մեր հայրենակիցներին, որոնք որ ստիպված են նաեւ դուք նշեցիք համալիրում հանդիպումը, ուրիշ էլի հանդիպումներ են շատ եղել տարբեր մարզերում, անգամ նստատեղերը չեն բավարարել, այս տոտալ այս իշխանությունների կողմից, որ չեն էլ ուզում անգամ դահլիճ տրամադրել Հայաստան դահլիճին, Հայաստան դաշինքին դահլիճ տրամադրել, այդ մարդիկ ոտքի վրա են եղել կամ միջանցներում են եղել։ Եվ ես կարծում եմ, որ սա հենց այն ցուցիչն է, դուք տեսաք, որ անցած կիրակի էր նաև աշտարակում էր հանդիպում եղել, դրանից առաջ Գյումրիում, Մարտունիում, տարբեր դուք տեսել եք եւ առաջիկայում էլ դրա ականատեսը կլինեք, ժողովուրդը շատ լավ է ընդունում, մենք վստահ ենք եւ որևէ այդ առումով որևէ խնդիր չենք տեսնում։ Հանդիպումներ սպասվում են քաղաքացիների հետ։ Իշխանության պես օրինակ եթերում գնաց։ Մենք եթերում չենք։ Չէ, պարոն Քոչարյանը Հելնի փողոց մարդկանց վեշերը հանի վերև տենց Աշտարակի հանդիպումը ուղիղ եթերում չէր։ Կամ համալիրի հանդիպումը ուղիղ եթերում չէր, կամ ուրիշ հանդիպումներ էլի։ Չէ, շրջի փողոցներով, Փաշինյանի ցանկացած մարդ ինքն է որոշում իր քարոզչության եղանակներն ու մեխանիզմները։ Հիմա տեսեք, էլի, ես կարծում եմ Ռոբերտ Քոչարյանը խնդիր չունի, ինքը տարբեր միջոցառումներին էլ մասնակցում է, որովհետեւ այդ առումով խնդիր չեմ տեսնում։ Բայց մենք չենք պատրաստվում պոպուլիստական քայլեր անել, այսինքն մեկի, չգիտեմ, աղբը տանել, թափել, մեկի, չգիտեմ, առևտուրը վերցնել, տանել, մեկին կեղծ գրկել, բայց հետո որ տեսնում է իր աջակիցը չի հարցակվել այդ մարդկանց վրա։ Մենք չենք դες բաներ չենք արել ու չենք էլ անելու։ Մենք չենք էլ պատրաստվում, օրինակ եմ ասում, էլի, մենք նաև գիտենք փոքր երկիր է, էլի, գիտենք ով ում բարեկամն է, ով ում հարազատն է եւ այլ եւ այլ։ Ասենք բարեկամներին տանեն շարեն կամ չգիտեմ կուսակիցներին տանեն շարեն, իբր թե պատահական տեսել է, համբուրել է եւ ուշ կգնում է։ Այսինքն ամոթ է, էլի, ամոթ է։ Կեղծ շինծու բաներին փող վերջ տան, ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ ալնելու, սիրելի գործընկերներ ջան, ձեզնից շնորհակալ եմ, ամեն ինչ լավ ալնելու։